Ողջույն բոլորին, նոր վլոգ ենք սկսում եւ ուզում եմ դու ես բարևում, ինչ ես բողոքում, քո փարացավը որն է, Միել, Okay, ես ուզում եմ ցույց տամ իմ սենյակի խառնաշփոթը, խնձոր եմ ուտում, կներեք, եւ եկեք ցույց տամ ինչ է կատարվում։ Ուրեմն այստեղ սենց լրիվ էսկոմ ենք բերել, սեղանել, սա խառնա, քանի որ բետոն ուզում է այստեղ բանանի, ներքևը մի հատ պոլկա դնի, վարկյան, սենց պոլկա է գնալու, մեկ էլ այստեղ ու մեկ էլ ինձ թվում է այստեղ։ Այստեղ ուզում եմ կարի մեքենայի հետ կապված, կարի թելերա բանա, չգիտեմ էլի, հիմնականում այստեղի բաներն են բերեմ այստեղ, սենց անկյուն սարքեմ, կարի ձևի համար, իսկ այստեղ արդեն հելունագործության բան, այդև, ու այս մեշոք թելն էլ, այստեղ կտեղավորվի, վերևը չի ուզում, քանի որ վերևը դե գրքեր է բան, պետք է հավաքեմ, մի խոսքով սենց բաներ, սա էլ ուզում եմ սենց բերեմ, այ այստեղ ներքև այդ պոլկեն որ սարքի է սա, կդնենք, այնպես որ աշխատանքները սկսված են, այս զամբյուղները դեռ չեմ օգտագործել, սենց իրանք կան, սենց, այդև, այսա վերջացնեմ, այստեղ պատրաստի գործեր ունեմ, չգտամ, այ այսքան, սենց պատրաստի մի քանի բաներ ունեմ, կարծեմ մի մասը տեսել եք, շատ բան չեմ գործել ես ընթացքում, և լգնաս ալմո, և այստեղ բետոն նոր աշխատում էր, սենց կապել եմ, որ ավլեմ, նայք մեր դուռը արդեն բաց է, պատուհանը, այստեղ ցանց է դրել հիմնական, ցանց է, այդ չի երևում, սենց ցանց է դրած, որ գիշերը կարողանանք բացենք ու նորմալ քնենք էլի, այս մի կողմը չէ, այս մի դուռը փակ է լինելու, մենակ այստեղ է ցանցը, ու արդեն ներքևի խոհանոցն ենք սկսելու ձևա փոխել, խոհանոցի այդ վերևի դարակները, կամաց սկսելու ենք ձևա փոխելը, և գիշերը հով քնելու ենք, այնպես որ շատ ուրախ եմ այդ առիթով, աշխատանքները շարունակվում են, և որ ամուսինդ իրականացնում է քո ցանկությունները, այստեղ ինքը մենակ պոլկա էր դրել, ու ես իրեն խնդրեցի, որ բաժանումներ էլ տանի, քանի որ թելերը բաժանելու ենք, սենց, այստեղ դնում եմ, և երկու հատ կողքերին, սենց, որ ավելի հարմար լինի, քանի որ տարբեր են, այս իջեցնելու եմ այստեղ ներքև, որ իրար հետ լինեն, և մյուսը երևի մյուս կողմը կամ այս մյուս կողմը կդնենք, տեսնենք, և այստեղ ասաց չի անի, հարմար չի, այստեղ պոլկաներ սպատին դնի, բայց այս տեղում կանի, այստեղ պոլկաներ կդնի, ձեզ եմ ներկայացնում արդեն իմ պատրաստի սենյակը, համարյա պատրաստի, այս պահի դրությամբ, այստեղ ցույց տվեցի, որ բետոն դրել արդեն տեղավորել եմ, նոր տեղավորեցի նոր թելերս, դատարկ է սեղանին, այսքանը տեղավորել եմ, այստեղ իմ գործերն են, որ ոնց որ սենց կիսած պրոցեսները, որ գործում եմ, այստեղ տեղափոխել եմ սենց ասած աչքերը, գործելու, այնտեղ վերևը ինչ-որ սենց գրենական, հելուներ և այլն, և այստեղ բերել եմ այստեղ հլը դեռ պարզ չի, այստեղ սենց անձեռոցիկներ բան տենց դրել եմ,
Այստեղ քանի որ սարֆետկան պրծնում է, ես թուղթ եմ բերել, որ ինքը երկար տևի էլի, տենց անընդհատ անձեռոցիկ եմ բարձրացնում տենց, դրա համար միանգամից սենց։ Եվ սա էլ սենց կմնա հլվոր, այստեղ սենց նույնն է, այստեղ վերև դատարկվել է, այնտեղ ես բան ունեմ, ստենդ ունեմ, այսը երևի պետք է միանգամից ամրացնեմ, տեսնեմ որտեղ եմ ամրացնում։ Էլ ինչ, ու նոր բանը, ահա այստեղ կարի մեքենայի համար, այստեղ թելեր, մկրատ, մենակ այստեղ սենց ժամանակավոր է, այստեղ հարմար է, որ օրինակ ասենք արագի մեջ ինչ-որ պետք է մակիաժ անեմ, այստեղ են կամ հոնքերի հետ կապված, չգիտեմ, այստեղ թելեր են, այստեղ ասեղնագործություն ունեմ, որ վաղուց չեմ բացել, այստեղ ինչ-որ տենց հին իմ կիսուրից մնացած բաներ են, մեկ-մեկ բացում եմ, տեսնեմ ինչ-որ մանր-մունր կոճակներ բան հայտնաբերում եմ մեջը, տենց, և սենց ոնց որ ամենայն վրազ բաներն են, որ խարտոց բան հանկարծ եթե եղունգս ջարդում է, բայց չգիտեմ, ես այստեղ կմնա, թե կհանեմ, ես թվում է կմնա։ Եվ հլվոր այսքանը, սենց կարի մեքենա, տենց հլվոր սենց դասավորել եմ, մնում է վերևը դասավորեմ, այս թելը պետք է կծկեմ, այստեղ պրոցես ունեմ, գործում եմ, և այստեղ պետք է դասավորեմ, այնտեղ նորից էլի աչքեր են և այլն, տարբեր սենց անհրաժեշտ բաներ, տենց, այս ծաղիկները տեսնեմ պետք է մի տեղ տեղավորեմ, այսքան է։ Այսօր այսքան է, սենց հաճելի է, որ նայում եմ ու արդեն կսկսեմ գործելը, տենց։ Այս ընթացքում երևի ցույց եմ տվել, սա եմ վերջացրել, նկարել եմ արդեն, պետք է հաստատուկթա դնեմ այստեղ, և պատվերս, վերջին պատվերս, ահա սա է, որ իմ աշակերտուհին է ինձ պատվիրել, ով գալիս է մոտս գործեր սովորելու, մինչև ինքը կարողանա գործել։ Ձեր բալիկները երևի ծանոթ են այս կերպարի հետ, մյուս տիկնիկի հետ, տենց իրենք ինչ-որ խումբ են։ Անունը չեմ հիշում, միշտ իմ եղբորը աղջիկը ասում է, բայց ռուսերենով, բայց չեմ հիշում։ Տենց կերպար է, ինքը Զոյի կերպարն է։ Սա իմ սխեմայի հիման վրա եմ ստեղծել, մարմինը ինչ-որ փոփոխություններ, այստեղ հագուստի մասը, հա, տենց ամբողջությամբ բանը, մի քիչ ձևափոխված, հարմարացած խաղալիքի հետ, ինձ թվում է կհավանի մեր, իմ աշակերտուհին իր եղբոր աղջիկը համար է երևի իմ հիշելով, իր համար է պատվիրել, տենց։ Իսկ բերանը, այստեղ իմ եղբոր աղջիկ ասաց ինչի բերան չունի, այստեղ տեսնեմ, եթե իմ աշակերտուհին ուզում է բերան գործել, բերան լինի կանեմ, ակաժները ծիծաղել են ստացվել, բայց ամիգուրումի խաղալիքները տենց մեծ մասը իրանք բերան չեն ունենում, տենց ցանկությամբ եմ հա գործում, տենց այսքան է, այսի դնեմ, որ չփոշոտվի, և մի քանի գործերել ունեմ, որ ավարտել եմ, դա երևի իմ հեղինակագործության ինստագրամում ցույց կտամ, տենց արդեն հավես անեք, իրանց էլ եմ սիրում են կարտոպու ամիգուրումի, իրանք համարյա նույն թելերն են, քիչ տարբերությամբ, էսի ավելի փափուկ թել է, քան կարտոպու ամիգուրումին, այն այնտեղ որ ունեմ, և սպասում եմ, որ այսօր գիրակի է, այսօր
տան գործերով, բան, տենց մի խոսքով էստեղ մաքրեցինք ինչ-որ չափով, բայց ես գոհ եմ, շնորհակալ եմ։ Նմա վարակույրը էստեղ կարեմ կպցնեմ և սենց բաներ եմ վերցրել։ Եվ սենց թիթեռնիկներ եմ վերցրել տերեից, իրենք բետերվերի մեծերն են, հետո իրենց փոքրերը կան, սենց փոքրեր, էստեղ ինձ թվում է էստեղ պատին կկպցնեմ վաղը, որ բետոն տանն առնեմ, շատ բան չեմ կարողանում անեմ գործեմ բան, բայց այսօր վլոգս բացեցի, դադարից հետո առաջին վլոգը, այնպես որ բան կանենք, ամեն ինչ լավ կլինի։ Այսքանը ժողովուրդ, ուրեմն կհանդիպենք արդեն մյուս հատվածում։ Գալիս է հետևի հատվածը։ Ողջույն բոլորին, ես սուրճ եմ վայելում և 2 րոպեացիցի նստեմ ու դուրս եմ գալու, գնալու եմ շուկա, խանութ, որ փեսաներին ավազառնեմ ու ասեցի միջև տենց նստած իմ սուրճն եմ վայելում, ձեզ հետ մի քիչ զրուցեմ և այսօր բորշ եմ պատրաստելու նաև, քանի որ այսօր ազատ եմ, դաս չունեմ, ծառայություն չկա, ազատ եմ։ Ասա մի քիչ մազերս էլ կարգի բերեմ, դուք ինձ սովոր մարդիկ եք, իմ են, որ սենց տան ընտանիքի անդամներ եք, գիտեմ, որ ոչ մի բան չի խանգարում, մի խոսքով։ Ուրեմն, գիտեք, մտածում եմ ու ասում եմ, որ օրինակ ասենք, ինչ է էլի կյանքը, առավոտ զարթնում ենք, գործից այն մարդիկ ովքեր գնում են աշխատանքի, հա, տենց հետո գալիս են տան են գործանում, այն մարդիկ ովքեր տանից են աշխատում, խոսքի օրինակ ասենք ես այսօր նախաճաշեցի, սուրճ եմ խմում, հետո պետքա դուրս կամ գնամ էս անեմ, հետո գամ հաց սարքեմ, ճաշ սարքեմ, հետո մարզասրահ եմ գնալու այսօր, հետո տենց, հետո ամուսինս գա, հաց սարքեմ, նորից սեղան սարքեմ, աման լվամ և այլն և այլն, ու տենց օրը տանցնում է, օրինակ ժամանակ չի մնում, օրինակ ասենք վայելելու, Հայաստանում հələ մի քիչ օրինակ այդ կյանքի ռիթմը մի քիչ հանգիստ է, այստեղ շատ արագ է ընթանում ու աչքդ սենց փակում բացում ես ու օրը պրծել է, այնպես որ ես մտածում եմ, որ պետքա ստեղծել այդ սենց ինչ-որ պահեր, որ կարողանանք հանգստանալ, կարողանանք ինչ-որ սենց վայելենք, ճիշտ է, իմ ամուսինը մի քիչ դեմ է այդ մտքին, քանի որ գալիս է այստեղ տան վրա է գործանում, հոգնում է, բան չնեմ ասելու, բայց գիտեք, պետք են այդ դադարները, որ սենց կանգնել, ստոպ տալ կյանքը և վայելել, թեկուզ օրինակ ասենք գնալ հրապարակ կամ ինչ-որ մի տեղ դուրս գալ, ինչ-որ մի վայր գնալ ու մի բաժակ սուրճ վայելել ու սենց մտածել, վայելել, շնորհակալ լինել այս կյանքից, շնորհակալ լինել Աստծուց ամեն ինչի համար, որ դու ունես, քո տան, քո ընտանիքի, քո երեխեքի, քո աշխատանքի, այն մի կտոր հացի համար, որ Աստված տալիս է։ Դրա համար էդ էի մտածում, որ մեկը այս ամեն ինչից հետո վերջում ոչ մի բան մեզ հետ չենք տանելու ու կարևորը վայելելն է, սենց բաց սրտով լինել, շնորհակալ լինել, դրա համար կանայք, մամաներ, ես գիտեմ, որ դուք ընդհանրապես ժամանակ չունեք, այն մարդիկ, ովքեր աշխատում են, հա, տենց հաստատություններում, տենց պետական աշխատանք ունեն կամ չգիտեմ, թե ուշտեղ աշխատանք են դուրս գալի, բայց անպայման ձեր համար այդ
ժամանակը քթեք դուրս գալու, վայելելու, ձեր համար գնումներ անելու, ձեր համար սենց ձեզ նվիրելու, ձեզ ինչ-որ մի բան նվիրելու, քանի որ դուք բոլորս, մենակ մամաներ չէ, տղամարդիկ էլ, եթե ինձ նայում են, արժանի ենք, իրոք, զգալ այդ կյանքի գեղեցկությունը, նստել մի սրճարանում, սուրճ վայելել և մտածել լավ բաների մասին, գեղեցիկի մասին, ինչ կասեք, գրեք ձեր կարծիքը։ Ուրեմն, որոշել եմ ժողովուրդ, դե ես եղունգներս էլ լիցք չեմ անում, բանի նախորդ օրն եմ, մկրտության նախորդ օրն եմ քսել, մանիկյուր եմ քսել, այստեղ ինչ-որ սենց վիտամինային մանիկյուր է, նայեք սենց երևի ինչ-որ տարբեր տեղեր կպել եմ ու սենց մտածում եմ մի հատ լամպա առնեմ ու բաներ, լաքեր, ուղղակի, որ լամպայով տենց չորացնեմ ու տենց չոր մնա, մի քանի օր տենց կոնե էլի, որ էլ չգնեմ, մի տեսակ էլ ինձ չի ձգում եղունգ լիցքանելը կամ չգիտեմ եղունգներս, ես ինձ սենց ավելի լավ եմ, ճիշտ է շուշուտ ջարդվում է, բայց ոչինչ, այս մանիկյուրը ինչ-որ վիտամինային է անցած, ցույց եմ տվել, որ առել եմ, տենց ամուր է պահում իրանց, կարելի է թափանցիկ առնել ու տենց որ ամուր պահի, այնպես որ ուզում եմ մի հատ տենց կա աստեղ օնլայն խանութում կա լամպան ու մի քանի երանգներ, հետո ընթացքում էլի կառնեմ, տենց ինձ շատ պետք էլ չի, ընդամենը մի քանի հատ լինի հերիքը, ուղղակի ման եմ գալի, որ նենց գույներ լինի, նեյտրալ գույներ լինի, կամ ես սիրում եմ, գիտեք ոնց, կամ նեյտրալ սենց գույներ եմ սիրում, կամ սիրում եմ, օրինակ ասենք, մուգ երանգներ, սենց շատ վառ երանգներ ես չեմ սիրում, օրինակ ասենք, կանաչ, որ շատ վառ մանուշակագույն, կամ շատ կապույտ, չգիտեմ, տենց բաներ չեմ սիրում, շատ վառ ռոզվի, նայած, ռոզվին գիտեք երբ եմ սիրում, և որ պետք է օրինակ ասենք, վառ ռոզվի, հա, տենց օրինակ ասենք, օրինակ այս սրա երանգ չքանդվեց թելերը, այսինց եղումն է, և որ ծովապ պետք է գնամ, կամ կարմիր, սիրում եմ կարմիր, էդ էլ իմ ընկերուհուց եմ տենց խորհուրդ ինքը ինձ տվեց, ասեց ծովապին սիրուն է նայվում, սենց կարմիր, վառ երանգների մանիկյուրը, այդ ժամանակ եմ սիրում, կարմիրը սիրում եմ տենց նայած տոների հետ, օրինակ ասենք նոր տարի է բանա տենց, բայց ավելի շատ նախընտրում եմ սենց նեյտրալ կամ եթե օրինակ ասենք մուգ գույների մեջ է սև, մուգ կարմիր, շագանակագույն տենց, դրանք եմ նախընտրում ավելի շատ, սենց ես երանգ, նայք, սենց ես երանգ, կամ էլ, չգիտեմ, մի խոսքով, այսքանը ժողովուրդ, ես պատրաստվեմ դուրս գամ, հեսա մազերս էլ տեսեմ, ուզում եմ գնամ խանութ, մի հատ ընդեղ շուկայի մեջով կամ, տենց այն միս կոմով կամ, որ բան լինի, այսօր առավոտ բետոն գնացել է շուկա, փակ են եղել մրգերի տեղերը, բանը տենց առավոտ դե շատ շուտ է, ինքը գնա դեռ փակ են եղել, բանան եմ ուզում առնեմ, մեկ էլ բան, վարունգ եմ ուզում առնեմ, տեսնենք, երեկ բան, ստեղ նկար կդնեմ, կրեպս եմ սարքել, կրեպաս եմ սարքել երեկ ու հյուրասիրել եմ փոքր տեքորս, կնոջը ու երեխեքին, տեքորս տանը չէր, 3 հատ եմ սարքել, բանանով, տենց շոկոլադով, խտացած կաթով, շատ էին հավանել, նկարը կդնեմ, կտեսնեք,
այնպես որ մենք էլ ենք գրել ճիշտ ասած, երեք մտածում էի դուրս գանք տենց առնենք ուտենք, այդքան որ վերջի օրն է, այսօրվանից մարզասրահ եմ գնալու, վсё են որ պրազնիկ օրերը վերջացան, բայց բանա բետոն հոգնած էր, ես որոշեցի սարքեմ տանը, հենց, բայց այսօրվանից, այսօր առողջ նախաճաշ եմ կերել, սուրճս ես խմեմ, բորշս կսարքեմ, էդի իրիկունը կուտենք, ընթացքում մի բան կուտեմ, ես դուրս կգամ, տենց ինչ-որ տեսնենք ինչ եմ սարքում, ու լավ էր ստացվել հավանել էին իմ առաջի հաճախորդները եւ որ մի օր սրճարան ունենամ իմ առաջի հաճախորդները բան դեկորիս երեխեքը շատ էին հավանել օքեյ ժողովուրդ գնացի պատրաստվեմ ու կհանդիպենք արդեն մյուս հատվածում այնտեղ չգիտեմ ժողովուրդը ես այստեղ այնքան արագ եմ քայլում հետնել է շոքին, ահա որ շակամ չէ 37-38 բարձրանում է ու իրոք բանը չես կարա մնաս էլի որ երկար հիմա մի հատ էլ մտածես նկարես բան սենց հա իմիջալից նայեք ինչ քեյզ եմ պատվիրել ճիշտ ասած արդեն փոկվել է այստեղ փոկվում էր սենց կոճ եմ կպցրել բայց մի հատ էլ եմ ուզում պատվիրեմ սրանից նայեք մարդիկ ովքեր մտածում են որ ես փոքր եմ կհասկանան որ այս տեսքից կհասկանան որ ես ծնվել եմ այս կասետի թվերին այնպես որ Instagram-ում եմ ցույց տվել բայց այստեղ ցույց չեմ տվել նայեք սենց ինձ սիրուն է AliExpress-ից եմ առել ու բաներ կարակ տարբեր բաների հեռախոսների գրում եք կարող եք բան այս թվում Viber-ում էլ կլինի չգիտեմ այնտեղ որտեղից որ դուք օգտվում եք Amazon-ում էլ կա ուզում եի ձեզ ջերմաստիճանը ցույց տալ այսօր մինչև 34 բարձրանալու է բայց օր կա որ 36 37 տենց Okay. Այսքան է ժողովուրդ, կհանդիպենք մյուս հատվածում։ Ես արդեն տանն եմ։ Ուրեմն ժողովուրդ, որ այն մարդիկ ովքեր ունեն Instagram կամ Facebook հետևեք ինձ այնտեղ, քանի որ ես առօրյայում բաներ եմ կիսում, որ YouTube-ում գուցե չլինեն, օրինակ ասենք այստեղ դուրս եմ գալի փողոց, ինձ ավելի հեշտ է սենց ինչ-որ արագի մեջ հեռախոսը հանեմ, քան թե մեկ են հանեմ, հեռախոսը մյուս հեռախոսը հանեմ, տես նկարեմ, հասկանում եք, դրա համար ովքեր որ Instagram կամ Facebook ունեն, միացեք ինձ սոցցանցերում եւ ամենօրյա տենց հետևեք, հա, բաներ կա, որ իրոք չեմ տեղադրում YouTube-ում։ Ունեք դուրս է եկել ու շուկայից տենց բանան եմ առել, մեկ էլ վարունգ եմ առել ու փիսոների ավազը առա, փոխել եմ արդեն փիսոների ավազը եւ այդտեղ որտեղ որ բանան էի առնում այդ տղան փոքր կտոր պապայա հյուրասիրեց, շատ քաղցր պապայա էր, ուղղակի այդքան տենց ծանր էր վեշս ասի լավ մյուս անգամ կգամ տենց շատ քաղցր էր իրոք ու մեկ էլ ես երկու դամբուլը, սալորը դրեց, ոնց որ կանաչ պամիդոր լինի, փոքր, բայց իրանք սալորեն եկեք փորձենք, Instagram-ում չեմ արել առանց ձեզ, որպեսզի այն մարդիկ ովքեր Instagram կամ Facebook չունեն տենց տեսնենք, վաղուց չեմ կերել այս սալորներից, այնպես որ եկեք փորձենք, բայց մինչև դա ուզում եմ ցույց տամ, որ 3 հատ շրթներ եմ գնել, մի հատից ունեի, կարծեմ այս մեկն էր, որ ունեի, թափեցի նոր, դուրս գալուց առաջ քսել էի, բայց չորացել էր, տեսա, որ կա, 2 երանգ եմ վերցրել, սենց, և իրանք 10 պեսո էին, ոնց որ մի 200 դրամ, և սա եմ վերցրել, շատ սիրուն, մի քիչ վառ է ցույց տալի, բայց
Ավելի sense հանգիստ ինքը երանգ է։ Սա մի քիչ հետո փորձարկենք, հիմա վրած եմ ուզում եմ որս սարքեմ ու այստեղ ունի իր մատվի դեն։ Նաև ուզում եմ մի հատ մատիտ վերցնեմ, բայց տեղը դրեցի, բայց բան կանեմ, ես այսօր գորը կգնամ շուրթերի մատիտ կվերցնեմ ու նաև սա եմ վերցրել, այս ագնոսն եմ վերցրել։ Սենց բարձր որ կապում ես, մավերը գնում էր, բանա, սազում եմ։ Աղուց է ուզում փոխայի, ունեմ ագնոսներ, բայց մի տեսակ մենակ սա եմ գրում, են էլ այս ամեն ինչի հետ չի այդքան տենց սազում, բանը սպորտային ինչ-որ մի բան էին ուզում։ Ուրիշ բաներ էլ եմ ուզում, ուրիշ ձևի, բայց հələ որ չեմ գտնում ինձ սազացող։ Okay, ես լվանամ փորձենք։ Իսկ ճուզում էդ ինքը սենց թթվար, սալորա շատ մեծ կորիզ ունի, ինչի որ սալորինա նման թթվաշ է, քաղցրել թթվաշ շատ մեծ կորիզ ունի կորիզ կներեք այդ համովա Կեղևը հաստա շատ հենց կարելի առնել շոկ սարքել կամպոտ չեմ ուզում տենց ինչ-որ հյութեր առնեմ, խմեմ կարելի է սենց առնել մրգեր մանավանդ սեզոնին հիմա այժան է երևի կարելի է առնել ու հյութ սարքել Всё ժողովուրդ անցանք բորշի թեմային եկել եմ հակա Կահիկի խանութի նստած ենք, միշտ գալիս են, այստեղ սպասում են, ես առաջինն եմ եկել այսօր։ Okay, ես մի քիչ առաջ եմ եկել, մենք հաց կերանք, բորշս արդեն պատրաստ է, մի շաբաթվա սարքել եմ, որ այս շաբաթ այլ բան չսարքեմ։ Կատակ եմ անում, իհարկե մի քանի օր կուտենք բետոն գործի է հետը տանեմ, շատ է սիրում բորշ, պես որ այս ընդամենը մի 2 օր է տևելու այսքան բորշը։ Չէին բոլորին, ուրեմն ես մի քիչ առաջ եմ թթխամարը կերակրեցի, տխուր վիճակում էր արդեն, հուսով եմ այսօր հետ կգա, պետք է օր գտնեմ, հասկանամ, երբ եմ հաց թխեմ, երբ եմ հաց թխում տենց, այստեղ կոֆե ունեմ, բայց հա եւս մի դեպք է պատահել, շատ տխուր եմ, բան դեպք է պատահել, ես իրոք ուզես չգիտեմ, դացեմ թե խնդամ, ուրեմն երեկ այդքան չարչարվեցի, վազքով բորշը սարքել եմ, բան տենց ու մի քիչ երկար էր մնացել դրսում ու փչացել էր, բաներ եմ տարել եմ, թափել եմ, խոսքով, հենց բաներ, ու մեկ էլ այստեղ, սպասեք Այստեղ սենց տոպրակներ կան, սենց իրանց մեջ շորկա կներեք փոշու համար, սենց վերևն է եղել, ընդեղ ասի են շորերներ, որ օրինակ ասենք վրեժ չի լինում կամ
ամառային շատ կարճաթև շորերն է, հիմա պետք է նայեմ, որ նա հագնելու որը չէ, որ նա վրես փոքրացած, որ էլ չեմ հագնի ընդհանրապես մի մասը անգամ կան շորեր, որ նորեն չեմ հագել, չգիտեմ, մի մասը նվեր տամ, մի մասը վաճառեմ, մի մասը թափեմ փողոցում դնեմ, չգիտեմ, մի մասն է դրան, որն եմ հագնում, որն է վրես լինում, կարճաթև շորտեր են եւ այլն մայկաներ են ու տենց ջոկ եմ։ Այս ցելոֆանների մեջ են, քանի որ բան չունեմ, ժողովուրդ, այդ ջամպրուկ բան չունեմ, տենց որ դա դնեմ, բայց պետք է առնել։ Okay, ուսե մի քիչ հետո կտենամ ինչ կա չկա։ Ուրեմն ես բարձացա 2 րոպե նստեմ, տեսնեմ մի քիչ գործեմ, ժամը արդեն 11:39 Քաշուտ անցնու ժամանակ 8 եմ երկացել տենց ու երկուսի կողմեր ինչ-որ մի բան եմ ուտում, որ կերած լինեմ, հաց կսարքեմ ու կգնամ մարզասրահ։ Ընթացքում հասցնեմ մի քիչ գործեմ։ Նաև ուզում եմ մի քիչ 2 հարցի պատասխանեմ եւ փակեմ վլոգը։ Ուրեմն, առաջի հարցը կոմենտ էին գրել, YouTube-ում էր, բայց եւ որ ինքը ընկել էր այն վայրում, որտեղ ես պետք է հաստատեմ, չգիտեմ YouTube-ը տենց բաներ է անում, էլ եմ ասում ժողովուրդ, եւ որ դուք կոմենտ եք գրում, տեր կանգնեք ձեր կոմենտին։ Տեսեք, որ հրապարակվել է, որ չի հրապարակվում, մի հատ էլ գրեք, քանի որ YouTube-ը գցում է միտեղ, ու եւ որ ես հաստատում եմ շատ ժամանակ YouTube-ը ջնջում, այսինքն եթե դուք ձեր կոմենտը չեք գտնում, ես չեմ ջնջում, YouTube-ն է ջնջում, եթե օրինակ ասենք շատ վիրավորական բան չլինում, YouTube-ը ջնջում է։ Սովորական հասարակ կոմենտները կարա ջնջի, դրա համար նայեք, եթե տեսեք ձեր գրածը չի բան աղել, երևում կոմենտների բաժնում, նորից գրեք, եթե դժվար չի։ Okay, եւ նման մի հատ նամակ էր, որ իրան հաստատեցի, ճիշտ ասած ուզում էի պատասխանեի, ուզում էի հաստատեցի, բայց ջնջվեց։ Մեկը գրել էր, որ լավ կլինի, որ ցենց այս դարակները փակ լինեն, հա, տենց ամուսնուս ասեմ դռներ սարքի, այլ ուրիշ ձևի դարակներ սարքեմ, փակ լինի։ Ես այսպես եմ ուզել, ասեմ խի, որ սենց նայեմ, ու բոլոր սենց գույները ուսումնասիրեմ, ու տեսնեմ ինձ մոտիվացնում, այսինքն, որ ինչ-որ մի բան գործեմ, օրինակ ասենք նայում եմ գազարագույն երանգ ունեմ, okay, կարելի է մի հատ աղվես գործել, ինչալուց ուզում եմ գործեմ, այն մի հատ գործը կամ կանաչ թելով, կամ մի հատ գրիա գործեմ փափուկ թելով, ասենց ոնց որ աչքի տակով ոնց եմ կասնում, իմաստը հենց դա է, բաց թելեր ունենալու, բայց դռների, փակ դռներով տենց չէր լինի, հասկանում եք, սենց մոտիվացնում ես, ես եմ ուզել սենց բացը, որ սենց նայեմ սենց գույներին, թելերին ու որոշեմ ինչ եմ գործում մոտիվանամ, դա է, թե չէ, խնդիր չէր, բետեն խնդրել, որ դռներով ինչ-որ դարակ սարքեր, բոլոր հեղինակործները, բոլոր արվեստի մարդիկ սիրում են տենց, աչքի տակ լինի, ամեն ինչ աչքի տակ սենց նայես ու սենց վերցնես քո ուզած երանգը, քո ուզած թելը ու սկսես գործել, սենց ձեռդ տանես, գցես մի հատ թել, հանես ու սկսես գործել, okay, մի հատ հարցի պատասխան, okay, իմացաք թե ինչու է բաց, որ ես էլ մոտիվանամ, դուք էլ մոտիվանեք, okay, հաջորդը, չեմ հիշում որտեղ են, հա կարծեմ
Հայ YouTube-ում էր էլի, հաստատվել էր այդ կոմենտը, մեկը գրել էր, որ տներդ հավաքի։ Ճիշտ ասած, կարիք չկա այդ հարցին պատասխանելու, բայց չեմ հասկանում, օրինակ ասենք իմ տները այդքան տենց ինչ էլ որ օրինակ ասենք սենց ավել կաղա բան նկատեք, դինը որ տեղ չունեմ դնելու։ Գտնվում ենք այս պահին ժողովուրդ, 1000-րդ անգամ եմ ասում, շինարարության փուլում շատ դարակներ չունենք, որ դուք տեսնեք իմ սենյակը, այնտեղ կարող է դիվանի վրա, իմ տակ շորերն են դրած, քանի որ տեղ չունեմ դնելու։ Իրոք տեղ չունեմ, այնտեղ հիմա ցույց չեմ տա, հիմա այնտեղ լվացք էլ կա ծալելու, դասավորելու, չգիտեմ բան։ Տենց բայց այս պահին թևով տակ շորերը իմ դիվանի վրա եկան, որ տեղ չունեմ դնելու։ Չունեմ դարակ դնելու։ Դուք տեսաք, որ ցելոֆանների մեջ էլի շորեր կա։ Չունեմ տեղ դնելու։ Դարակ չունեմ։ Հիմա բետոն խնդրել եմ, որ մեր սենյակի դարակը մի քիչ ձևափոխի, որ ավելի սենց բոլկեկ լինեն, ու ես կարողանամ տեղավորեմ այդ տաք հագուստը, ուզում եմ կոշիկներս հանեմ այդտեղից, քանի որ հարմար չի տանեմ ներքև, որ տուն դուրս գալուց տենց ներքևը հանեմ, փոխեմ հա կոշիկներս, մեկ էլ այստեղ վերև չկամ, ուղղակի սենյակում ենք դեր, քանի որ իրոք տեղ չկա ժողովուրդում, չգիտեմ, ասել եմ բետոն, որ այդ կոշիկները ներքևացնի, բայց չգիտեմ ոնց անելու, որտեղ ենք դնելու, տեղ չունենք ներքևը։ Այդ լվացքի մեքենան պետքա դուրս գա, որ այդտեղ կոշիկի տենց հարմար ինչ-որ մի դարակ կամ պոլկա սարքվի։ Լվացքը մեքենա դուրս գալու համար պետքա վերևի բալկոնի շինարարությունը պրծնի։ Ինչու ենք լվացքի մեքենան բալկոնում դնում, քանի որ այս լվացքի մեքենան այլ լվացքի մեքենա է, մեր սովոր դիմացի դռնով չի, այլ վերևից է բացվում, իրանք դրսում են լինում կամ հատուկ սենյակ, հատուկ լվացքատուն սենյակ են ունենում այստեղ, այդտեղ, քանի որ մենք լվացքատուն չունենք, վերևն ենք մենք լվացքատուն սարքում մեր բալկոնում։ Փակ է լինելու կողքերը ու արևանձրևից պաշտպանված է լինելու։ Վերև տանելու համար մեքենա, վերևը սարքելու համար մենք պետքա զալը սարքենք։ Զալը սարքելու համար ժամանակ է պետք, որպեսզի շինանյութը առնենք, ֆինանս է պետք այս պահին։ Չնայած պետք լինի, հիմա էլ կարող ենք սկսել, դա խնդիր, ֆինանս այդքան խնդիր չի, ինչքան որ օրինակ ասենք, չգիտեմ, որ ճիշտ ժամանակին սկսելը, պետքա զալը սարքենք, որ կարողանանք լվացքի մեքենան բարձրացնենք վերև։ Չնայած էլի կարանք բարձրացնենք վերև, բայց դե, շվա, մամասա զանգում։ Ասեմ, իմ հետևորդների հետ եմ խոսում հեսա։ Okay, ժողովուրդ, այսքանը։ Իմ տունը թափած չի, այնտեղ լվացքի մեքենայի վրա բետոն ինչ-որ իր շինանյութ, այդ սարքերն է բանա, տենց այդտեղ է մի քիչ այս պահին խառը, բայց այդ արգղը առել, անցած անգամ որ Ավրորա ենք գնացել, մոռացել եմ ցույց տամ, մի հատ իր արգղը առել, էդի ուղղակի պետք է ժամանակ գտնի դասավորի, դա ժամանակի հարց է։ Այնպես որ թեթև տարեք, ժողովուրդ, իմ տունը թափած չի, իմ տունը մաքուր է։ Լավ եղեք։ Ես գնամ մամայիս հետ խոսեմ, եկեք երևի փակեմ այս վլոգը, մի հատ ասացնեի։ Okay, ժողովուրդ, եկեք հաջողանեմ, ահագին հավաքվել է, սկսեմ մոնտաժելը, որոշել եմ ակտիվ լինեմ և նաև խնդրում եմ, որպեսզի դուք էլ ակտիվ լինեք, չմոռանաք ինձ լայքել, հետևեք սոցցանցերում, չմոռանաք պատասխանել իմ հարցերին, կոմենտներ, սենց հետադարձ կապ ունենանք, հա, մեկս մյուսի հետ։ Այնպես որ եթե ուզում եք շուշուտ վիդեոներ տեսնեն, գրեք, ակտիվ եղեք, մասնակցեք, հենց, ու մենակ իմ հետ չէ, բոլորին, բոլոր բլոգերներին, ովքեր որ նայում եք,
մի հատ ձեզանից ոչ մի բան չի գնում, ինչ-որ սենց չգիտեմ, բարևելը, մի հատ սրտիկ դնելը կամ չգիտեմ, բայց ես այդ սրտիկ դնելու փոխարեն ունեք, ասենք նախընտրում եմ, որ դուք մասնակցություն ունենեք, ինչ-որ մի բան գրեք, ձեր կարծիքը գրեք, ինչ-որ ուղղակի չգրեք սենց, չգիտեմ, ձեզանից ով է, չեմ հիշում, մենակ գրում է Հայաստան, օքեյ, Հայաստան գրելու փոխարեն, ամեն բլոգի տակ գրում է Հայաստան, օքեյ, ամեն Հայաստան գրելու փոխարեն կարակ գրեք բարև ոնց ես, կամ չգիտեմ, մի հատ մի հարցի պատասխանել, կամ որևէ ձեր կարծիքը արտահայտել, կարճ, 2 բառով թեկուզ, այցև, Դա շատ լավ է, որ գրում եք, բան չնեմ ասելու, բայց ինչ հաճելի կլինի, երբ որ օրինակ ասենք, մենակ ամեն անգամ Հայաստան գրելու փոխարեն, ինչ-որ սենց կարծիք գրեք, ինչ-որ սենց, չգիտեմ, արտահայտվեք, խոսեք, զրուցենք, այդպես, օքեյ, ժողովուրդ, լավ եղեք, Աստված շատ օրհնի, շնորհակալ եմ այն ջերմ խոսքերի համար նախորդ վլոգի, տակ որ գրել եք, որ շատ եք ուրախացել, որ վերադարձել եմ, շատ շնորհակալ եմ, բոլորին լրիվ չեմ պատասխանել, բայց իրոք շատ շնորհակալ եմ, յուրաքանչյուրից հետ գրկում եմ բոլորիդ, թող Աստված առատապես օրհնի ձեր կյանքը, կհանդիպենք մյուս վլոգում։